Կանայք կարծրատիպեր կոտրելու, մշակված ստանդարտների մեջ չապրելու, այդ ստանդարտներից դուրս ինչ-որ գործողություն անելու ավելի ազատ են, քան տղամարդիկ։ Այդ սուպեր վարչապետությունը այլևս չի լինելու։ Մենք մի երկիր ենք, մի պետություն ենք, որը առաջինը քրիստոնեություն է ընդունել, այսինքն մենք առաջինը ընդունել ենք այն արժեքները, որի հիման վրա հետո ծնվել եւ զարգացել է այս ամբողջ արևմտյան քաղաքակրթությունը։ Չեք կարծում, որ Մակրոնն էլ պետք է պատասխան տա Արցախի հայաթափության համար։ Ինչու միայն Ֆրանսիան, ինչու միայն Մակրոնը։ Նորմալ բանականություն ունեցող մարդը տեսնի, որ 4 սրբազանները նստած են բանտում եւ արևմուտքը չի արձագանքում։ Ինձ համար կարևոր չի ինչ կասի արևմուտքը, ինչ կասեն դեսպանները։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ մենք ունենանք համակարգ, որը կիրականացնի արդարադատություն։ Չերչիլն ասում էր ժողովրդավարությունը սարսափելի բան է, բայց ավելի լավը դեռ չեն հնարել։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը ու իր այդ սատելիտները ու սազանդարներն ու պրոպագանդիստները։ Իրանք մեր ժողովրդին նվաստացնելու, արժանապատվությունը նվաստացնելու, զրոյականացնելու ճանապարհով են գնում։ Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղությունը դրանք ոչ թե հոմանիշներ են, այլ ուղիղ հակառակը, դրանք հականիշներ են, դրանք իրար հետ անհամատեղելի երկու կատեգորիաներ են։ Որոնք են այն կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել հանուն խաղաղության։ Ինքնիշխանությունը եւ ազգային արժանապատվությունը։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Նժար շարժման համահիմնադիր, Նժար շարժման վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցն է։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Նինա, որ համաձայնել եք, ընդունել եք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ, ես այստեղ կարծես թե առաջին անգամ եմ։ Ինձ համար չափազանց կարևոր եւ ուրախալի է, երբ ինձ մոտ գալիս են կանայք։ Ես ասել եմ անցած անգամ, երբ խոսում եք Գոհար Մելոյանի հետ, որ կանայք ավելի ոչրական են եւ ավելի անկեղծ, հնարավորինս անկեղծի չքան հնարավոր է։ Եվ մենք հուսով եմ այսօր նույնպես անկեղծ զրույց կունենանք, ավելի շատ ոդքասթ, քան հարցազրույց։ Սիրով, եւ ես մի բան էլ կավելացնեմ, կանայք ինչու են ավելի ազատ, անկեղծ, անկեղծ մի քիչ հարաբերական է, շատ սուբյեկտիվ կատեգորիա մեջ է տեղում, բայց կանայք կարծրատիպեր կոտրելու, մշակված ստանդարտների մեջ չապրելու, այդ ստանդարտներից դուրս ինչ որ գործողություն անելու ավելի ազատ են, քան տղամարդիկ, որովհետև մեր այդ հիերարխիկ համակարգը, որը ստեղծված է, այդ հարաբերությունները մարդկային, տղամարդիկ ես սիրում եմ բոլոր մեր տղամարդկանց, բոլոր տղաներին, բայց իրենք ավելի մեծ դժվարությամբ են դիմադրում արդեն կայացած համակարգերին։ Դրա համար կանանց ներկայությունը ես կարծում եմ իսկապես շատ կարևոր է։ Ես նայել եմ հարցազրույցը ձեր նախորդ կնոջ հետ, ես էլ եմ շատ ուրախացել, որ կանայք սկսել են շատանալ եթերում, այդ թվում նաև հատկապես քաղաքական պրոցեսներում։ Մենք դեռ կխոսենք կանանց մասին, քաղաքական դաշտում հայաստանյան, որտեղ իսկապես հետաքրքիր թեմա է։ Հիմա գան քաղաքական հարցերին, նախ եւ առաջ Նժար շարժումը երբ է վերածվելու կուսակցություն, երբ են ձեզ գրանցելու։ Մենք սկզբունքորեն չենք գնում կուսակցություն գրանցելու, որովհետև մեր նպատակը ինքը վերկուսակցական էր։ Այսինքն մենք դրել ենք մի նպատակ, որը պիտի բերի փոփոխությունների, եւ դա չի վերաբերվում մի կուսակցությանը կամ մի խումբ մարդկանց կամ հասարակության մի մասին։ Մենք ուզում ենք իրականացնել փոփոխություններ, որոնց արդյունքում այլևս մեկ մարդ չի կարողանա դառնալ Հայաստանի համար այդ սուպեր վարչապետությունը այլևս չի լինելու։ Ուզում ենք ստեղծել մի համակարգ, որի պայմաններում այդ բալանսը, այսինքն ի վարչապետը ունենա բավարար լիազորություններ եւ գործիքակազմ պետությունը արդյունավետ կառավարելու համար, բայց մյուս կողմից իր հակասահմանադրականը պիտի նաեւ դատախազությունը կանխի, արդարադատության համակարգը անկախ կլինի, բալանսավորելու հնարավորություն պետք է լինի։ Ուղղակի կապ կա դրա եւ թե ինչ ձևով է գնալու կուսակցությունը որպես Եվ դա է նպատակը, ինչու եմ սա ասում, եւ դա է նպատակը, որ վերկուսակցական նպատակին հասնելու համար մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք գնում ենք միավորման տարբեր ուժերի հետ, բոլոր այն ուժերի, ովքեր որ իսկապես Հայաստանում ոչ թե ուղղակի ուզում են պաշտոն զբաղեցնել, այլ ուզում են բերել փոփոխություններ, որոնք կոնցեպտուալ են, որոնք հիմնարար են, որոնք ելակետային են։ Այսինքն որպես դաշինք եք գնալու։ Այո, մենք ընդհանրում ենք, որ նպատակ ունենք միջև այս պահը դեռևս շարունակում ենք մնալ այդ նպատակին։ Այսինքն արդեն կան կուսակցություններ, որոնց հետ դուք պայմանավորվել
եք քաղաքական գործիչներ, որոնց հետ պայմանավորվել եք։ Մենք հանդիպել ենք անհավանական թվով մարդկանց, խմբերի, նախաձեռնությունների։ Բայց անուններ դեռ չեք տվել։ Բնականաբար այո, որովհետև այս շրջանը ինքը լրություն է սիրում, այս Իսկ երբ շրջանում պատրաստ կլինեք։ Ես անկեղծ ասած ենթադրում եի, որ այս անփորձ լինելով հանդերձ այս ոլորտում, ենթադրում եմ, որ հունվարի կեսերին մենք արդեն կունենանք վերջնական պատասխանը, առնվազն գոնե առաջնային ովքեր կլինեն, բայց կարծես թե մի փոքր երկարում է, նաև ներքաղաքական տարբեր զարգացումների պատճառներով, որոնք կառավարել մի քիչ դժվար է լինում։ Ես ենթադրում եմ, որ մենք համենայնդեպս մենք պայմանավորվածություն ունենք, որ փետրվարի կեսը կամ մի քիչ ավելի վերջին արդեն պարզ կլինի, որովհետև հանդիպումներ կան։ Դուք գնում եք որպես դաշինք եւ ըստ այդմ պետք է առնվազն 8% ձայն ստանաք, թե ավելի շատ, եթե մի քանի ուժ է լինելու 10%-անոց շեմը հաղթահարեք։ Դա ունի մի փոքր հնարք, դու կարող ես դաշինք որպես միավորման, այսպես ընդհանուր բառ օգտագործել, բայց կարող ես գնալ նաև մեկ կուսակցությունով, որի ոչինչ չի խանգարում։ Այսինքն բոլորը համախմբվեն, մտնեն մի կուսակցության ցուցակ եւ այդ ցուցակով գնալ եւ խնդիրը արդեն դրվի 4%-անոց շեմը հաղթահարել։ Մենք դրել ենք նպատակ իշխանության գալու, որովհետև այն նպատակները, որոնք ունենք մենք, հնարավոր է իրականացնել բացառությամբ մի դեպքում։ Երբ դու գալիս ես իշխանության, այլ պարագայում դա հնարավոր չի իրականացնել։ Անինա, տեսեք, ընդունված ձև է, երբ բոլոր ուժերը ընտրություններից առաջ նախորոք արդեն մի տարի առաջ, 2 տարի առաջ եւ հատկապես հիմա, երբ մի քանի ամիս է մնացել, ինչ որ իրենք փակ հարցումներ են պատվիրում հասկանալու համար, թե ինչ վարկանիշ ունեն։ Դուք նման հարցում պատվիրել եք, մոտավորապես պատկերացնում եք ինչ վարկանիշ կարող է ունենալ ձեր ուժը, ձեր շարժումը եւ ինչ հավակնություն ունեք։ Այն ինչի մասին խոսում եք դուք, դա դասական կուսակցություններին է վերաբերվում։ Մեր պարագայում, քանի որ մենք այդ ստանդարտի մեջ չենք, մենք մի փոքր ավելի իրացիոնալ ճանապարհով ենք գնում, որովհետև վիճակի լրջությունը պարտադրում է գնալ ընտրել այնպիսի գործիքակազմեր, որտեղ ստանդարտ գործիքակազմը ստեղ չի աշխատում։ Ժողովուրդ 21 թվականին համոզվեցիք, չի աշխատում, տարբեր տեղական ընտրությունների ժամանակ համոզվեցին, որ չի աշխատում։ Մենք պիտի գնանք իրացիոնալ ճանապարհով, ռացիոնալ նպատակի հասնելու։ Դա է պատճառը, որ մենք չենք պատվիրում հարցումներ, այս պահին մենք գտնում ենք, որ դրա նպատակը չկա, որովհետև մենք քանի որ համագործակցելու ենք տարբեր այլ կուսակցությունների հետ, այլ խմբերի հետ համագործակցելու եք։ Դե հիմա ասում եմ հերթով որ անունները տակ, ես ստիպված եմ լինելու ասել, որ այս պահին անուններ հնչեցնել չեմ կարող, որովհետև շատ կարևոր է հասկանալ։ Բայց դες բարեկամ համախոհ ուժ է, չէ՞, Թաթոյանը, չէ՞։ Պարոն Թաթոյան, ես կարծում եմ, որ ասեմ այսպես, հա, առնվազն գոնե միջև որոշակի փուլ, երբ արդեն կազմավորված կլինեն խմբերը, բևեռները, բաները, հա, միջև այդ պահը ես նախընտրում եմ որևէ մեկի մասին ոչ լավ, ոչ վատ խոսել, որովհետև նոր ձևավորված ուժերի մեջ չպիտի լինի կռիվն ու պայքարը պիտի լինի այն իշխանությունների կամ այն ուժերի դեմ, որոնք խնդիր են առաջացրել այս պետությունում։ Պաստորեն, ես ձեզ պետք է հրավիրեմ մարտի կեսերին, ավելի երբ որ հստակ լինի եւ այդ բոլոր հարցերին ավելի դժվար հարցերին պատասխանելու, որտեղ գուցե լինեն նաեւ միավորումներ, որոնք այլ իրավիճակում կարող է եւ չլինեին։ Սա շատ կարեւոր է պատկերացնել, որ այն իրավիճակը, որում գտնվում ենք մենք, իսկապես շատ յուրահատուկ մոտեցումներ է պահանջում եւ սա է, որ մենք առաջարկում ենք նաեւ մեր բոլոր ամբիցիաները, բոլոր նախասիրությունները, բոլոր կողմնորոշումները, արևմտամետ են, լիբերալ են, չգիտեմ, դեմոկրատ են, ռուսամետ են, ով ինչ են, բոլորը մի պահ դնենք մի կողմ, որովհետև այն խնդիրը, որին բախվել ենք։ Մենք այսօր սա շատ լուրջ խորքային մոտեցման եւ այդ միավորելու անհրաժեշտություն եմ ես տեսնում։ Բոլորն են դրա մասին խոսում, բայց շատ քչերն են այդ մորատորիին համաձայնվում, որովհետև շատերի համար իրենց անձնական ամբիցիաները շատ ավելի կարևոր են, քան խնդիրները, որոնք իրենք այդ ամբիցիաների մասին խոսելիս ասում են մեր գաղափարները մեզ համար չափազանց կարևոր են։ Դուք ձեզ արևմտամետ համարում եք ինա։ Ես իմ ամբողջ էությամբ արևմտամետ եմ, դա ես չեմ թաքցրել երբեք եւ լիբերալ արևմտամետ այս ուղղության վրա եմ։ Երբ ասում եք արևմուտք, ինչ նկատի ունեք, որ երկրները։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև այն արևմուտքը, հավաքական արևմուտքը, որը ժամանակին կար, այս պահին հասկանում եք, որ բացի նրանից, որ հավաքական արևմուտք չկա, ավելին ասեմ, այն արժեքները, այն սկզբունքները, այն կարևորագույն էլեմենտները, որոնց կրողն ա եղել արևմուտքը, այսօր իրանք էլ չեն կրում այդ արժեքները։ Ես ամեն անգամ ասում եմ, երբ գա այդ հրադադարի պահը, այդ հանգստության պահը, եւ իրենք որոշեն վերադառնալ այն սկզբունքներին, այն արժեքներին, որի կրողներն են, միանշանակ համոզված են վերադառնալու են։ Թող անպայման հիշեն, որ Հայաստանում այդ արժեքները կրող մարդիկ կան, խմբեր կան եւ իրենք պատրաստ են
նորից իրենց սովորեցնել կամ չգիտեմ վերադարձնել այդ արժեքները, որպեսզի իրենք նորից վերադառնան այն սկզբունքներն ու արժեքներին, որոնք ժամանակին մեզ էին գալիս սովորեցնելու։ Մի այսպիսի հարց է, փաստորեն դուք կարծում եք, որ երբ որ Թրամփի նախագահությունը վերջանա, Արևմուտքը նորից կվերադառնա այն Արևմուտքին, որը կար մինչև Թրամփը, ճիշտ եմ Ես վստահ չեմ, որ դա կավարտվի Թրամփով, որովհետև բոլորն են խոսում դրա մասին, շատ ավելի փորձառու մասնագետներ են խոսում, որ մենք ունենք աշխարհակարգի փոփոխություն եւ դա ակնհայտորեն է, դա մի կողմից աշխարհակարգի փոփոխություն է, մյուս կողմից դա էլ այլևս հնարավոր չի չտեսնել, որ տեխնոլոգիական այնպիսի փոփոխություն է գալի, որ մենք հաջորդ 100 տարին ապրելու ենք լրիվ ուրիշ աշխարհում եւ տեխնոլոգիաների նաեւ դրա պատճառով է, որ համակարգերի փոփոխության անհրաժեշտություն, աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտություն կա։ Եվ այս փոփոխությունը, ես չգիտեմ, միայն Թրամփով կսահմանափակվի, թե Թրամփից հետո կգա հաջորդ մտավախություն չունեք, որ ասենք մի 30 տարի հետո նման ստուդիայում մարդիկ փոքր երկրներում երբ որ նստեն խոսեն, ոչ թե խոսելու են արևմտամետ կամ ռուսամետ կամ չինաստանամետ լինելու մասին, այլ խոսելու են մարդամետ, թե արհեստական բանականության մեծ քաղաքականություն վարել։ 30 տարի հետո շատ հավանական է, որ մենք ստիպված լինենք օրինակ ունենալ կամ կլինեն հասարակական կազմակերպություններ, որոնք օրինակ բիոռոբոտների իրավունքներով կզբաղվեն։ Ես բոլորովին չեմ, դա իսկապես մի քայլ է մնացել միջև այդ փուլը մեզ հասնելը։ Եվ մենք ուրախությամբ կհիշենք այն տարիները, երբ LGBT-ի բաներով ենք զբաղվում։ Երբ զբաղվում ենք տարբեր հարցերով, կրոնական կազմակերպություններ LGBT իրավունքներով։ Այս ամենի ֆոնին արդյոք չեք կարծում, որ օրենսդրական մակարդակով օրենքներով պետք է արգելել, որ հայաստանյան քաղաքական գործիչները այսօր եւ առաջիկա որոշ ժամանակ որևէ ձևով օգտագործեն արևմտամետ կամ ռուսամետ տերմինները։ Արգելել մենք չենք կարող, այնուամենայնիվ մենք լավ, վատ, շատ անկում ենք իրականում ապրել, բայց ժողովրդավարության տեսակետից, բայց մենք ամեն դեպքում ժողովրդավարության որոշ էլեմենտներ մեր հասարակությունը ինքը կրում է։ Մենք որպես ժողովուրդ ամենածանր ժամանակներում, ես միշտ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության ամենադժվար ու ծանր ժամանակները, ով որ ժամանակ ուզում է թող վերցնի, մենք որպես ժողովուրդ եղել ենք ամենաժողովրդավար, որտեղ մենք մեր մեջ ենք կրում, դա մեր ինքնության մի մասն է։ Մենք միշտ ազատության ձգտող ժողովուրդ ենք եղել, մենք ապստամբել ենք ամեն անգամ, մեր Հայկ Նահապետն անգամ ապստամբող եղել։ Մենք ունենք Աստված, որը ապստամբել էր քրմերի անկանոնության դեմ, այսինքն մեր ամեն ինչը այդ ազատականության մասին է խոսքը գնում, այնպես որ ես կարծում եմ, որ դժվար է ճանապարհ է սպասում, անկեղծորեն եկեք ասենք, հա մենք շատ մեր բախտը չգիտեմ բերելա թե չէ, բայց մենք ականատեսն ենք, բախտը բերել է այնքանով, որ մենք ականատեսն ենք շատ մեծ փոփոխությունների, բախտը չի բերել այնքանով, որ կարող ենք ինչ-որ մի հատ այդպես հանգիստ ժամանակաշրջանում ապրել։ Չեմ հասկանում, ինչու պետք է Հայաստանը ինքն իրեն հռչակի արևմտամետ, ռուսամետ կամ չգիտեմ ինչ ամետ, եվրոպամետ, որովհետև մենք մի երկիր ենք, մի պետություն ենք, որը առաջինը քրիստոնեություն է ընդունել, այսինքն մենք առաջինը ընդունել ենք այն արժեքները, որի հիման վրա հետո ծնվել եւ զարգացել է այս ամբողջ արևմտյան քաղաքակրթությունը եւ այսինքն մենք ենք նրանց ծնել, ոչ թե մենք պետք է ձգտենք նրանց նման լինել։ Ճիշտ է, այդ մենք տարբեր բաների մասին խոսենք։ Իմ հայացքները արևմտամետ են թե չէ, իմս անձնապես այո, բայց բոլոր քաղաքական գործիչների գործողությունները պիտի ուղղված լինեն բացառապես միայն բարօրություն Հայաստանի, դա աքսիոմ է, դա չգիտեմ, ես քննարկելու թեմա էլ չի կարող լինել, որտեղ ես նայում եմ օրինակ շատ փորձառու այսպես քաղաքական գործիչների իրենց խոսույթը, ես չեմ կարողանում հասկանալ ոնց կարելի է ինչ որ իրավիճակում, որտեղ Հայաստանն էլ իր մեղքի բաժինը ունի, բայց ամբողջությամբ ամբողջ մեղքը բարթել միայն Հայաստանի վրա ու չուզենալ նշել տարբեր երկրների, կարևոր չի որ երկրի մասին է, հա, այլ ուժեղ կենտրոնների մեղքի բաժինը չնշել, ես չեմ կարողանում հասկանալ, հա, ու ամբողջ մեղքը վերցնել մեզ վրա։ Տեսեք, բոլորի գործողությունները պիտի ուղղված լինեն մեկ նպատակի։ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ուժեղ, կայուն, զարգացող։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդհանրապես լինի, սկսենք դրանից։ Մենք այս վտանգը չենք տեսնում։ Իրականում մենք այս պահի դրությամբ, ես ամբողջությամբ համաձայն եմ, մենք այս պահի դրությամբ ինչպես չէինք տեսնում 22 թվականին, որ մենք խնդիր ունենք Արցախի հետ կապված։ Նպատակը չի կարող լինել, ես հասկանում եմ ձեր մտավախությունը, բայց
չի կարող լինել այ օրվա հացի հարցը լուծելը։ Ես գտնում եմ, որ դու պիտի թույլ տաս եւ ստիպես քո ամբողջ ժողովրդին լայն մտածել, հեռու մտածել, երազել, նպատակներ դնել եւ ես հասկանում եմ, որ այդ նպատակները չեն կարող մեկ օրվա ընթացքում լինել։ Դա պիտի լինի հետեւողական։ Մենք պիտի ունենանք եւ դոկտրինաներ, որոնք որ ամեն հաջորդ իշխանություն պիտի շարունակականություն ապահովի, որտեղ մեկ իշխանություն չի կարող գալ ու ստեղծել, չգիտեմ, դրախտ, բայց մենք կարող ենք ունենալ տարբեր տեսակետներ, տարբեր ուղղություններ։ Դա չի կարող խանգարել մեծ նպատակին հասնելու։ Ուժեղ Հայաստան, հզոր Հայաստան, մեծ Հայաստան։ Ու արևմուտքից եւս մեկ հարց, թերևս վերջին հարցը, օրինակ, առարկայական հարց եմ տալիս, հա, չեք կարծում, որ Մակրոնն էլ իր պատասխանատվությունը ունի, ինչպես օրինակ Ռուսաստանը ունի, իմ սիրած Ֆրանսիան բայց ոչ Մակրոնն էլի եւ ինքն էլ պետք է պատասխան տա Արցախի հայաթափության համար։ Ինչու միայն Ֆրանսիան, ինչու միայն Մակրոնը։ Հատկապես, Մակրոնը ես եթե հավաքական կերպ ես կարծում եմ, որ բոլորը ունեցան իրանց մեղքի բաժինը, որովհետեւ ի վերջո ցեղասպանություններից զերծ մնալու կոնվենցիան ես եւ դուք չէինք գրել եւ արցախցիները չէին գրել։ Ես ամեն անգամ բոլոր իմ հանդիպումների ժամանակ միջազգային գործընկերների հետ ամեն անգամ ասել եմ, որ ձեր լռությունը դա հանցակցության նման մի բան է, որովհետև դա կանոն է, որը դուք եք սահմանել մեզ համար, աշխարհի համար։ Միայն լռությունը չէ, ասենք աջակցությունը Փաշինյանին եւ նրա գործողություններին օրինակ։ Եկեք այսպես ասեմ, ցանկացած մեկը, ով կլիներ այդ օրը իշխանության, իրենք աջակցելու են այդ իշխանություններին։ Այդպես եղել է միշտ։ Մենք միշտ չի որ հաշտ ենք եղել մեր օրվա իշխանությունների հետ, բայց արևմուտք հավաքական արևմուտք կոչեցյալը համագործակցել է բոլորի հետ։ Ես ձեզ ավելին ասեմ, ես մի օր հանդիպել էի USAID-ի արդեն դե փակվել է բարձր ղեկավարությանից մեկի հետ, ու ես հարցնում էի դուք adekvat եք, երբ որ կոռուպցիայի դեմ պայքար եք մղում, անունը չեմ ասի, բայց նախկիններից մեկի չինովնիկն այնպեսի մարդու էին նշանակել այդ հանձնաժողովի նախագահ, որը Հայաստանի հանգիստ խղճով կարելի ասել թիվ 1 կառուցանյարն է։ Լավ, դուք ում եք խափում, ձեզ եք խափում, մեզ եք խափում։ Այնպես չի, որ իրենց դա չի ասվել, որտեղ մեզ մոտ տպավորություն է, որ եթե դու ինչ որ տեղից գրանտներ ես ստացել, դու տենց հլու հնազանդ գլուխդ կախ նստել ես, կան նաև այդպիսիք, բայց կա եղել են նաև մարդիկ, ովքեր չեն հաշտ չեն եղել այդ վիճակի հետ։ Ինձ օրինակ հետաքրքիր է արևմտյան քաղաքական գործիչները, արդյոք իրենց աջակիցները էլեկտորատը, հա, էլեկտորատի ոչ հարց չի ցակում, որ եթե մենք իսկապես արդեն գնացել ենք դեպի Եվրոպա եւ վաղը չեմ իսօրը եւ ոչ մի ռուսի սապոգի հետ կա անգամ Հայաստանում չի մնալու, ինչպես ասեք, ներկայացնում է իշխանությունը, ինչու է այդքան դժվար շարքային Հայաստանի քաղաքացու համար եվրոպական վիզա ստանալը։ Էլեկտորալ մասային դա չի հետաքրքրում։ Ինչու։ Եկեք ազնիվ լինենք, յուրաքանչյուր երկրի, հատկապես եվրոպական երկրի բնակիչները իրանք ապրում են հանգիստ, բարեկեցիկ։ Չէ, հայաստանցիների մասին եմ ես ասում, հայաստանցիների մասին։ Դե պիտի որ այդ հարցը ծագի իրականում, բայց դե գիտեք, ամեն օր ասում են, այ 5 րոպե հետո ստանալու ենք ժողովրդյան, գնացել ենք բանակցելու, 5 րոպե չեն տալու։ Չեն տալու, այդ վիզաները չեն տալու։ Այդքան դժվար լիներ եվրոպական երկրի վիզա ստանալը, ինչպես դա դժվար է հիմա եւ այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Մի փոքր փոփոխություն կա, հատկապես վիզաների հետ կապված, ինչու, որովհետեւ ներգաղթի հետ կապված այս բոլոր process-ները իրանք բարդացել են ամբողջ եւ Միացյալ Նահանգներում եւ Արևմուտքում ԵՄ-ում ինքը բարդացել է նաեւ այդ տարբեր այլ հարցերի հետ կապված, բայց այն որ մեզ շատ երկար ժամանակ չեն տալի, որովհետեւ մեր դիմաց այսպես շատ կոնկրետ պահանջներ են դրել իրականացնելու տարբեր բնույթի պահանջներ եւ դա ՍԵՊԱ-ի հայտնի ասում հիշեցնեմ Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված, ասում ՍԵՊԱ-ի ժամանակ շատ հստակ կանոններ են սահմանված, այդ թվում նաև արդարադատության հետ կապված տարբեր բնույթի, հա, տարբեր պայմաններ կար, որի պայմաններում իրանք կարող են եւ կանոններին այսօր էլ հավատում եք, Նինա։ Ինչ ասել է հավատում եք։ Եթե կանոնները իրականացնենք, վերաբերմունքը մեր նկատմամբ կփոխվի։ Ես մի բան գիտեմ, գիտեք, մենք շատ ենք խոսել այդ հարցի շուրջ։ Ես ամեն անգամ ասում եմ, կարևոր չի թե դրա դիմաց մեզ ինչ կտան։ Այն կանոնները, որոնք որ սահմանվել են, օրինակ արդարադատության համակարգի բարեփոխում, դա մեզ է պետք։ Ես խորապես անտարբեր եմ ինչ կտան ինձ դրա դիմաց։ Ես հասկանում եմ, որ օրինակ նույն պարոն Աշոտյան օրինակ, երբ խոսում է հիմա, որ անարդար դատական համակարգ կա,
Ես ամեն անգամ ասում եմ, պարոն Աշոտյան, ձեր ժամանակել էր նույնը հասկանում եք։ Այսինքն այդ համակարգը պետք է իրանց համար է տարբերությունը Աշոտյանեն ժամանակ, երբ որ մենք ունենում ենք նման քաղբանտարկյալներ կամ նման գործընթացներ դատական ինչպիսին ունենք այսօր, արևմուտքը արձագանքում է։ Այսօր արևմուտքը լրում է ոնց կարող է նորմալ բանականություն ունեցող մարդը տեսնի, որ 4 սրբազանները նստած են բանտում եւ արևմուտքը չի արձագանքում ու հավատա արևմտյան սկզբունքներին կամ արևմուտքին։ Ես նորից տրամաբանությունը հասկանամ։ Հիմա նորից վերադառնանք մի պահ հետ իմ ասացին, որովհետեւ որում ձեզ հետ խոսում է մի մարդ, որը որ նույնպես արևմտյան արժեքների հավատացող կրող եւ այսինքն դա չի նորից վերադառնում էլի։ Ինձ համար կարեւոր չի ինչ կասի արևմուտքը, ինչ կասեն դեսպանները։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ մենք ունենանք համակարգ, որը կիրականացնի արդարադատություն։ Ես ուզում եմ ունենալ հասարակություն, որը իր առջև խնդիր կդնի ու կհասկանա, որ կապ չունի այդ գործը Քոչարյանի մասին է, Սերժ Սարգսյանի մասին է, անգամ Նիկոլ Փաշինյանի մասին է, չգիտեմ, մնացածելով կա այնտեղ, Լևոն Տեր-Պետրոսյանի, կապ չունի ում մասին է, ում կողմնակիցների մասին է։ Արդարադատության դա համակարգը պիտի աշխատի։ Շատ ճիշտ եք ասում, կար ժամանակ, երբ որ ընդդիմադիրները կարող էին թակել դուռը արևմտյան ցանկացած դեսպանատան եւ կստանային դիեզերական մասշտաբի աջակցություն։ Առնվազն գոնե իրենց ամեն զեկույցում մենք տեսնում էինք այդ անսահման գործերը, որոնք որ գրվում են։ Այո, այսօր տոտալ լռության պայմաններում ստիպված ենք համախմբվել եւ մենք մեր ուժերով մեր ներսի հարցերը լուծել, ուրիշ տարբերակ չկա։ Ու սա այն հարցերից է, որտեղ երկը հիշեցի, когда вдруг оказался друг и не друг, а так и не друг и не враг, а так, այո։ Ու այս այն դեպքերից է, որտեղ շատ հստակ պիտի հասկացվի, որ չկա իմ ու քո թիմակիցը, չկա իմ ու քո սիրելի կամ նախընտրելի մարդը։ Սա ինձ շատ են մեղադրել։ Երբ իրավապաշտպանությամբ զբաղվում էի, ՀԿ-ում էի աշխատում, այսպես ասած, ինձ շատ էին ասում, այ սրանք գիտես, սրանք։ Ես բացատրում եմ, որ էական չի, որովհետև եթե խախտված իրավունքը այսօր իրա նկատմամբ է խախտվել, վաղը իմ նկատմամբ է խախտվելու։ Ես արևմտա այսինքն ձերպես, հա, հասարակական գործիչներին այսօր արդեն քաղաքական գործիչներին եւ ընդհանրապես բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որ տասնամյակներ շարունակ փորձում են ներշնչել այդ արևմտյան սկզբունքները, արդարացի սկզբունքները, միակ նորմալ սկզբունքները, հիշում եք, Չերչիլն ասում էր ժողովրդավարությունը սարսափելի բան է, բայց ավելի լավը դեռ չեն հնարել։ Ինձ համար ամենամեծ ինչի մեջ եմ, հա, ինչն է ինձ զայրացնում, որ այդ հասարակական կազմակերպությունները պետք է Հայաստանում հայաստանցիներին ներշնչեն, որ դուք պետք է արդար, ժողովրդավար, լուրջ պետություն կառուցեք եւ հույսները չդնեք ոչ մի այլ պետության վրա։ Դուք պետք է այնքան ուժեղ պետություն կառուցեք, որ ձեր արդարությունը այնքան աշխատի ճիշտ ոչ թե դրա համար, որ արևմուտքից հետևում են այդ համակարգին, այլ որովհետև դուք ինքներդ թույլ չեք տա, որ այդ համակարգը չլինի։ Լրիվ համաձայն եմ։ Մենք լրիվ 100%-անոց համախոհ ենք այս հարցում։ Մի հատվածը դրա արվեց, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կա մի սերունդ, որը այլևս հաշտ չի այս ամեն ինչի հետ, բայց նաև այս մեր երիտասարդները մի տեսակ ինչ-որ stand-by վիճակում են, ինչ-որ սպասողական վիճակում են, կարծես թե դեռ չեն ակտիվացել։ Ես անկեղծորեն սպասում եմ, որ այս ընտրությունները լինելու են հենց իրենց պայքար, իրենց կռիվը, որովհետև այս կռիվը իմ ու ձեր համար չի, որովհետև մենք մեր կյանքի Աստված բոլորին 1000 տարվա կյանք տա, բայց մենք մեր կյանքի ինչ որ մի մեծ մասը ապրել ենք։ Սա այն ինչ որ պիտի փոփոխություններ, որոնք պիտի գան հիմա, դա իրանց մասին է, դա իրանց կյանքի մասին է, իրենց ապագայի մասին է։ Հետևաբար իրենք արդեն նաև ունենալով այն գործիքը, որը այն հնարավորությունը, որը տալիս է ինտերնետը, հա, արհեստական բանականությունը մնացածը, նաև ինչ կան վիզաները քիչ են տալու, այնուամենայնիվ մարդիկ շրջագայությունների են գնում, տեսնում են, կարդում են, շփվում են, հասկանում են։ Հետևաբար իրենք պիտի հասկանան լավ, մենք ինչ որ լավ տարբերակ ունենք, թե չէ, մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք գնալ փոփոխությունների։ Մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեություն։ Եվ ոչ մի կրոն, որի վրա հիմնված է արևմտյան քաղաքակրթությունը։ Ամբողջ քաղաքակրթությունը համաձայն, բայց միայն դա չի։ Մենք
փորձենք, այսպես այն որ ասում մեզ բան են անում, չէ, մեր հարևանները տեն շատ են սրտներում, ասում ում ինչ ասում ես, ասում հայերն են ստեղծել։ Եկեք անկեղծ լինենք, շատ տարբեր երկրներում անգամ բարեփոխումների process-ներ են արել, հա, ղեկավարել են տարբեր երկրներ եւ որակյալ են կարողացել ղեկավարել եւ արժեք են ստեղծել, բարիք են ստեղծել, առողջապահությունից մինչեւ տեխնիկա։ Փաշինյանին կամ Վահագն Խաչատուրյանին Դավոսում տեսած մարդուն բացատրիր, որ այս Պիզա քաղաքի ճարտարապետությունը հայկական է, չեն հավատա։ Okay, արևմուտքը մի կողմ բայց դա մեր նաև մեր խնդիրն է։ Մենք պիտի անընդհատ խոսենք, որտեվ ինչ անում Նիկոլ Փաշինյանը ու իր այդ սատելիտները ու սազանդարներն ու պրոպագանդիստները, իրանք մեր ժողովրդին նվաստացնելու, այ արժանապատվությունը նվաստացնելու, զրոյականացնելու ճանապարհով են գնում։ Մենք պիտի անընդհատ խոսենք մեր ձեռքբերումների, մեր արժեքների, մեր ստեղծածի, մեր ներդրումների համաշխարհային մասին, մասշտաբի մասին է խոսքը։ Երկուքին խոսենք մի շատ ցավոտ ու շատ զգայուն թեմայի մասին։ Խոսքս այսպես կոչված խաղաղության մասին է, որն արդեն եկել է։ Ինչ անել, որ հայաստանցիների միջից այդ վախը հանել, որ Ալիևը, եթե չլինի Փաշինյանը, վաղը պատերազմ է սկսել։ Ինչ անել, որ այդ վախը հանել։ Իմ կարծիքով սա քաղաքական կատեգորիա է, այս վախը այսօրվա։ Ես կարծում եմ, որ քաղաքական կատեգորիայի մեջ չի, սա հենց ուղիղ հակառակը։ Ես կարծում եմ, որ սա այն բնազդի մակարդակի իջացրած վախերի մեջ է, որտեղ յուրաքանչյուր ծնող, յուրաքանչյուր կին, մայր ինքը երեխայի անվտանգության մասին է մտածում ու հաջորդիվ ինչի մասին էլ խոսում ես, շատ դժվար ես կարողանում հասնել մի կողմից, մյուս կողմից մեր հասարակությունը ցավոք սրտի բավարար գիտելիք, ես ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց այդպես է ստացվել, որ մեր կրթական համակարգը թույլ չի տալի մարդկանց ունենալ բավարար անալիտիկ մտածողություն, սա ցավով եմ ասում, բայց շատ երկար ժամանակ է պահանջվում միջին վիճակագրական մարդուն բացատրելու, որ Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղությունը դրանք ոչ թե հոմանիշներ են, այլ ուղիղ հակառակը, դրանք հականիշներ են, դրանք իրար հետ անհամատեղելի երկու կատեգորիաներ են։ Եթե մնաց Նիկոլ Փաշինյանը, մենք գնալու ենք ոչ միայն նվաստացման, ոչ միայն զիջումների, այլ անխուսափելի պատերազմի ենք գնալու։ Ու սա պիտի խոսեն բոլորը։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր որ քաղաքական գործիչներ, որոնք որ գուցե կորցրել են իրենց վստահությունը կամ իրենց նկատմամբ կա ռուսերեն ասում են предвзятое լավ մարդիկ կհասկանան предвзятое отношение, գուցե իրանց չեն հավատում ու դա կարևորությունը, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի հանրային վստահություն, հանրային խոսելու հնարավորություն, բոլորը պիտի խոսեն ու բացատրեն, որովհետև ամեն մարդու ինչ որ մի ձևի կարողանում ես հասնել։ Մեկը ինձ կլսի, կհասկանա, կվստահի, մեկը մեկ ուրիշին կլսի, մեկը ձեզ կլսի ու շատ կարևոր է, որ շատ մարդիկ խոսան, չվախենան։ Սա խնդիր է առաջացնում ինչու, որովհետև հասկացել եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է իրանց այդ բոտերով հարձակումներ են տեղի ունենում, տենց մի բան գրում ես իմ ցանկացած գրառման տակ անպայման մի նիկոլական ֆեյք գալիս ու գրում է ախ չի պատերազմ ես ուզում անպայման ու ես հասկանում եմ որ դա ասենք իրենց ասել են հենց դրա մասին եւ հանրային մարդկանց եմ ուզում խնդրեմ մի վախեցեք այդ բոտերից մի վախեցեք նրանցից ովքեր գալիս են ձեր մոտ հայելու ձեզ վիրավորելու առհամարեք անցեք առաջ ավելի շատ կարեւոր է որ խոսեք մարդկանց հետ մարդիկ հասկանան որ իրանք մենակ չեն որտեղ մեզ նման մտածող մարդիկ քիչ չեն ուղղակի Նիկոլ Փաշինյանի այդ խմբակային պուճուր ու այն ագրեսիվ անընդհատ sense բզբզացող massայի մեջ ես միշտ հիշում եմ նաեւ sense դեպքերում երբ խոսվում է խաղաղության այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության մասին Վարդան Օսկանյանի բազմաթիվ գրառումներն այն մասին որ եթե չկա արդարություն չկա այո այդ հարաբերությունների կարգավորման մեջ ուրեմն խաղաղություն հաստատ չի լինի որովհետև ուղղակի դա կանոնն է դա բնության կանոնն է խաղաղություն նման դեպքում չի կարող լինի որովհետև այդ մարդը անընդհատ պահանջելու է այս մյուս կողմը այնքան է զիջելու որ վերջապես նաև զիջի պետականությունը եւ ձեզ դրեք Ալիևի տեղը եւ պատկերացրեք ինչու պետք է նա կանգ առնի դուք լինեիք Ալիևի տեղը Փաշինյանի առաջ կանգ կառնեիք Հանուն արդարության եթե չկա դիմադրություն ինչքան կուզեն այդքան առաջ կգան կոպիտ ասած բայց սա հակառակ էֆեկտն էլ ունի ինչի է ոչ միայն պարոն Օսկանյան շատ մարդիկ են ասում այդ թվում նաև իրավաբաններ միջազգային իրավունքի տարբեր ոլորտների մասնագետներ պատմաբաններ որոնք այդ պատմական փորձառություն ունեն հա գիտելիքներ ունեն զսպանակը եթե շատ է սեղմում ինքը ինչ որ տեղ ունի միջև որտեղ կարա սեղմվի հետո ինքը բացվելու է
ինչ որ մի պահի սա բացվելու է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը որպես օրինակ։ Այո, ամենավառ օրինակ, ճիշտ է, մենք ներկա չենք եղել, բայց ասում եմ դա էլ ամենամոտիկ պատմությունն է։ Գերմանիայի նվաստացման պայմաններում եղավ հակառակ էֆեկտը, եղավ երկրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ դրա համար ամբողջ արևմուտքը նորմալ արևմուտք է, Միացյալ Նահանգներն առաջին հերթին այնպես արեցին, որ Գերմանիան արևմտյան Գերմանիան գոնե զարգանա այնպես, որ գերմանացիների մոտ վրեժխնդրության որևէ հարց չծագի եւ իրենց չնվաստացրեցին Նյուրնբերգյան այդ դատական process-ով ավարտեցին։ Եվ մյուս հարցն էլ ի գիտություն նրանց, ովքեր որ պատմություն լավ չեն սովորել, հանձնվելը չի օգնել, ժողովուրդ ջան։ Չեխիան օրինակ ձեզ, մնացած այլ եվրոպական երկրները, որոնք եկան ու հանձնվեցին Հիտլերի ոնց է բարի կամքին, ավիրվեցին ուղակի, ավիրվեցին։ Ըստ ձեզ համար անձամբ, հա որոնք են այն կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել հանուն խաղաղության։ Ինքնիշխանությունը եւ ազգային արժանապատվությունը չի կարող ազգային արժանապատվության նվաստացման պայմաններում համարել, որ կա խաղաղություն։ Չեն կարող գալ քեզ ամեն օր ասել, որ դու քո ամեն ինչը ինչ որ քեզ համար միջև անգամ սրբադասված է, դա քոնը չի, քեզ հետ կապ չունի ու դու պետք է դրանից հրաժարվես։ Չեն կարող քո պատմությունը կեղծել, չեն կարող քո եկեղեցիներն ու գերեզմանները պղծվեն ու համարեն, որ դու կարող ես գնալ խաղաղության։ Խաղաղությունը առհասարակ երկկողմանի process է։ Եվ խաղաղությանը նախորդում են շատ կոնկրետ գործողություններ։ Առնվազն գոնե նորից բոլոր ժամանակներում կար ժամանակ, երբ որ Հայաստանն էր հաղթած կողմ, եւ երբևիցե Հայաստանում պետական մակարդակով Ադրբեջանա, մենք անգամ այդ բառը չգիտենք, հա, ադրբեջանցիների նկատմամբ ատելություն, քարոզ չի եղել։ Թեպետ ասեմ դες, Հայաստանում կան մարդիկ փորձագետ կոչվողներ, ովքեր ասում են, որ եղել է, բայց դա տոտալ սուտ է։ Երբեք պետական մակարդակով, գուցե կային մարդիկ, ովքեր առիթ ունեին վրթովմունքի ինչ որ վերաբերմունք ունենալու, դա շատ նորմալ է, պատերազմող ժողովրդների միջև կարող է լինել գործիչները, հիմնադիր, որ կարող էին գրքերում եւ հոդվածներ գրել, որ ասել, որ Աղդամը մերի չէ, պետք է վերադարձնել ադրբեջանցիներին եւ ոչինչ դրանց հետ չլինի, ընդհակառակը դա դառնում էր քննարկումների օրակարգ, այո, եւ հակառակը միջև այսօր ամեն օրվա ռեժիմով Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հայատյացության այնպիսի մասշտաբը, որը ուղղակի նկարագրել է եւ ես համոզված եմ, որ ինչքան մոտենան ընտրությունները Բաքվից ավելի քիչ են հնչելու ագրեսիվ հայտարարություններ, մասնավորապես եթե նկատել եք հունվարին երբևէ կարծեմ ոչ մի անգամ չի խոսել պաշտոնական Բաքուն ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, գրեթե պաշտոնական հայտարարություն մենք չենք լսել։ Ադրբեջանում չկա քաղաքասարակություն, ազատ քաղաքասարակություն, ֆորմալ կա, բայց իրականում չկա։ Եվ եթե խոսում են նրանք, ովքեր կոչվում են էքսպերտներ, քաղաքասարակությունի մնացածը, դա նշանակում է, որ այո, առաջի դեմքը գուցե չի խոսում, բայց մնացածի պարագայում ես պաշտոնական հայտարարություններ, այսինքն իրենք լծվել են Փաշինյանի քարոզարշավին, ինչպես ժամանակին չէ, մի երկու շաբաթ առաջ Ֆիդանը ասաց, որ մեզ համար կարևոր է, որ Փաշինյանը հաղթի, մոտավորապես նման հայտարարություն։ Բայց իմաստը դա է, որ մենք աջակցում ենք, որքան է փորձ են հիմա լղոզել, իմաստը Չէ, իմաստը միանշանակ է, ես մի քանի բաներով ստուգել եմ եւ վիդեոն հենց այդպես էլ ասել է, ինչքան մոտենան ընտրությունները իրենց ավելի զուսպ են պահելու, մտածելով, որ չփչացնեն Փաշինյանը վերընտրվի։ Այն ինչ որ շատեր ասում են, ահա, սա նախաստորագրված է, սա ստորագրված չի, ես չեմ բացառում, որ կարող են եւ ստորագրել, բայց ոչ մի թուղթ երաշխիք չի կարող հանդիսանալ։ Ես չեմ կարծում, որ հենց պայմանագիրը կստորագրեն, որովհետեւ Ալիևի համար իր սեփական լսարանն իր համար ավելի կարևոր է եւ քանի որ ինքը մի քանի անգամ հայտարարել է որ մինչեւ սահմանադրությունը չփոխեն մենք իրենց այդ խաղաղություն չենք ստորագրելու նա չի գնա այդ քարին որտեվ իր լսարանը ադրբեջանցիների աջակցությունը որը որ այսօր շատ մեծ է ավելի կարևոր է քան
բոլոր իրավիճակներում Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար ինչ որ գործողություններ կիրականացվեն։ Գուցե մի բան մի թուղթել ստորագրվի, էլի որ պրեամբուլայում նախաբանում գրված կլինի, որ ոչ մի իրավական պարտավորություն կողմերը իրենց վրա այս փաստաթղթով այս հայտարարությամբ չեն վերցնում, Ֆիլկինը գրամոտ արում։ Ուղղակի պետք է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը այն կերպարն է, որը ամենասպասելի, ամենացանկալի կերպարն է Թուրքիայի համար, Ադրբեջանի համար, շատերը հիմա ասում են խոսում են ոնց է կոչվում ռուսական պրոպագանդայի ազդեցության, չգիտեմ ինչի մասին են խոսում, բայց ես ապշած եմ, ինչպես ոչ մի ՔՊԱ-կան երբեք չի խոսում ադրբեջանական ազդեցության մասին, թուրքական ազդեցության մասին, դա մեր ուղղակի լսարանի համար որ հասկանալի լինի, ցանկացած երկիր, որը հետաքրքրություն ունի մեկ այլ երկրում, ինքը օգտագործում է բոլոր գործիքակազմերը, եւ երբ որ դու տեսնում ես միայն մի երկրի գործողությունները կամ ինչ-որ process-ները ու չես տեսնում սկզբունքորեն քո հարևան Թուրքիայի, Ադրբեջանի, որը 100%-անոց հետաքրքրություն ունի քո տարածքում, քո պատմությունը յուրացնելու, քո երկիրը յուրացնելու ցանկություն նպատակ ադրել իր առաջ, ես ուզում հասկանալ Ժորժան, որում այդ նպատակը չի փոխվել 100 տարի առաջ, նույն նպատակն էր, ինչի մասին գրել էր Քեմալ Աթաթյուրքը իր գրքում։ Okay, անցնենք առաջ։ Ես ուզում եմ, Նինա, որ դուք մի քանի կետ ընդհանրապես թվարկեք, ինչ կլինի Հայաստանի հետ ձեր պատկերացմամբ, եթե Փաշինյան աստված չտա վերընտրվի։ Մենք գնալու ենք նախ իսկապես ես համարում եմ, որ մեր պետականության կորստի իսկապես լուրջ խնդիր եմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ շատերի համար դա գուցե տենց վերացական է թվում, բայց մենք կարող ենք դառնալ եւ ամենայն հավանականությամբ դառնալու ենք Ադրբեջանի ու Թուրքիայի արանքում ինչ որ մի կարգավիճակ ունեցող, որովհետեւ որքան էլ որ ու որպես ավելի շատ արևմտամետ, այսպես հայացքներ ունեցող մարդ, հայամետ, բայց դեպի արևմուտքայում այդ տեսակետ ունեցող մարդ, ես օրինակ կողմնակից եմ Միացյալ Նահանգների ավելի շատ ներկայության, ավելի մեծ ներդրումների, բայց ես հաշտ չեմ լինի այն մտքի հետ, որ մեզ հանձնելու են ի պահ ասենք Թուրքիային որպես նայող տարածաշրջանային, մեզ կարող են հանձնել Ադրբեջանին որպես տարածաշրջանային։ Ես այդ մտքի հետ օրինակ հաշտ չեմ լինելու, որտեվ սա ուղղակի բաներ չեն, հա, այնց մտորումներ չեն։ Երբ հայտարարվում են, որ քո էներգետիկայի համակարգը լինելու է համատեղ, երբ արդեն թեթև շրջանառության մեջ են դնում ընդհանուր դրամական միավորում դա ադրբեջանական մամուլն էր գրում դրա մասին։ Համենայն դեպս գիտեք, այն ինչ որ գրել ադրբեջանական մամուլը, ցավոք սրտի ինչ որ ժամանակ հետո դառնում է դառը իրականություն։ Մեզ համար ու ի գիտություն չընդունել առնվազն մի քիչ բան չի, էլի։ Մեր ինքնության ոչնչացման ճանապարհով մի կողմից Թուրքիան, մի կողմից Ադրբեջան, ես պատրաստ չեմ այդ ամեն ինչը հանձնելու, Նիկոլ Փաշինյան իրականում ցոսկանում եք պատրաստ է։ Մասիս սարից, որը մեր սիմվոլն է եղել, նախաքրիստոնեական սիմվոլն է եղել, ավելին ասեմ, ուսումնասիրեք պատմությունը, դա նախաքրիստոնեական սիմվոլներից մեկն է մեր։ Միջև մեր ազգային ինքնություն հանձնելը, ես չգիտեմ, էլ ինչա պետք, էլ ինչ ապացույցներ է պետք հասկանալու, որ հայկականությունը այլևս չի լինելու։ Հայաստանի պետականությունը վտանգված է։ Պետականությունը եւ մեր հայկականությունը, որովհետեւ եղել է ժամանակներ, երբ մենք չենք ունեցել պետականություն, բայց մեր հայկական ինքնությունը կարողացել ենք պահպանել։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, համոզված եմ, որ մենք անպայման հանդիպելու ենք մի երկու ամսից, որովհետեւ ինձ հետաքրքիր է թե ինչ զարգացումներ են լինելու նժարի շուրջ, եւ ես անկեղծ ուզում եմ, որ դուք լինեք այն կառավարության մասը կոալիցիոն, որը կստեղծի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելուց հետո եւ ուզում եմ, որ դուք լինեք այդ կառավարությունում եւ վերահսկեք։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ, որ եկել եք եւ հետաքրքիր պատասխանել եք իմ հարցերին։